Սիրելի բարեբաշտ հայրենիք, ինձ պատմվեց հետևյալ պատկերը, որ տեղի ունեցած է տասնյակ տարիներ առաջ Տորոնտոյի Սուպերություն Հայաստանի եկեղեցու մեջ, երբ քահանան ողջույնը գուտա Սուրբ Պատարագի ընթացքին բնական է մեկս մյուսին ողջունեն գսելով ողջույն դուք միմյանց ամբույր սրբության եւ Քրիստոսի մեր մեջ հայտնեցավ եւ նորահաս հավատացյալը մանավանդ երբ այդ դարիներուն երևույթին հին քաղուտը ասենք առաջին քաղուտը որ ավելի անգլիախոս էր հավատացյալները մեկը նորահաս հավատացյալին գփոխանցե ողջույնը եւ գսե The peace of our Lord and Savior Jesus be with you. Եվ այս նորահաս հավատացյալը չէր գիտեր թե ինչ պետք է պատասխաներ, բայց նախատեսություն մգար, որ գիտեր այդ կպատասխանե, որպես կամ ի պատասխան իրեն դրված ողջույնի խոսքին. Jesus loves you. Բնականորեն այդտեղ բարձրություն մգա. Ճիշտ է որ այդ չեր պատասխանը, բայց պատասխանելու ցևի մեջ մենք կրնանք տեսնել եւ զգալ սրդի մաքրությունը, խոնարհությունը, կամ մասնակցության ոգին, որ դվյալ անձը ուզեց մասնակցել, ինքն ալ ուզեց ողջույնը փոխանակել, խաղաղության ողջույնը, սիրո ողջույնը փոխանակել։ Հետևաբար եկեղեցու մեջ, երբ ոտք կտնենք եկեղեցի ներս, բոլորը սա բարձրլան, հոգով, մտքով, սրտով, խոնար եւ հեզ, ինչպես Քրիստոս Աստվածորդու կերպարն է մեզ համար։ Թող ինք դառնա հայելի մեր կյանքին եւ մենք լանքերևո Քրիստոսի ամեն։